Տիգրան Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բանավեճի տակ Ավելին փնտրելը անիմաստ գործ է։ Այս մասին այսօր Ազատությանը փոխանցել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են գնահատում Տիգրան Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բանավեճը եւ արդյոք Քոչարյանի ակտիվությունը չի վկայում քաղաքականություն վերադառնալու նրա պլանների մասին։ Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բանավեճի տակ Ավելին փնտրելը, քան բուն այդ բանավեճն է, բացարձակ անիմաստ գործ է։ Ավելին այդ բանավեճի վրա կենտրոնանալը եւ այն որպես քաղաքական գործընթաց ներկայացնելը հենց այն է, ինչ որ պետք է գործող ռեժիմին։ Կոնգրեսը ուստի չի պատրաստվում դրանով զբաղվել եւ շարունակում է անշեղորեն հետապնդել երկիրը ավազակապետական ռեժիմից ազատելու եւ ժողովրդավարություն հաստատելու իր օրակարգը, ում դեմքով էլ որ ավազակապետությունը ներկայացված լինի։ Կոնգրեսի դիրքորոշումը փոխանցում է Լևոն Զուրաբյանը։ Այն, որ կոնգրեսը Քոչարյանի ակտիվությունը դիտարկում է իբրև բանավեճ եւ ոչ ավելին, ի պատասխան մեր հարցին նշեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը։ Նա հետեւյալ հարցադրումն է անում, թե քաղաքական որ ուժի օգնությամբ է Քոչարյանը պատրաստվում վերադառնալ, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Քոչարյանի հարցազրույցներից հետո որևէ քաղաքական ուժ կամ գործիչ նրան հրապարակային չի պաշտպանել։ Ումով պետք է վերադառնա։ Այսինքն ինչ թիմով։ Մենք կարող ենք ասել, որ արկա է բանավեճ եւ ոչ ավելին։ Այս պայմանությամբ որևէ ավելի զարգացումներ, քան բանավեճ մենք չենք տեսնում, ավելին մենք տեսնում ենք փորձեր, որ իշխանությունը ուզում է հանրության ուշադրությունը հրավիրել այդ բանավեճի վրա, շեղել այն խնդիրներից, որ արկա է։ Բայց ազգային կոնգրեսը չի պատրաստվում շեղվել։ Չեք տեսնում քաղաքական ուժեր այսօր դաշտում, որոնց շնորհիվ Քոչարյանը կարող է վերադառնալ։ Դուք տեսել եք, որ մեկը պաշտպանի Քոչարյանին։ Կարող եք մեկ քաղաքական գործիչ չի անում դա։ Կարծում եք հանրությունը կհանդուրժի Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հաշվի առնելով մարտի 1-ի իրադարձությունները, շատ ժամանակ չի անցել։ Մենք տվել են գնահատական, շնորհակալ եմ այս հարցին, որևէ բան չի փոխվել մեր գնահատականում Քոչարյանի նկատմամբ։ Մինչ Հայ ազգային կոնգրեսը Քոչարյանի ակտիվությունը դիտարկում է բանավեճ եւ ոչ ավելին, Ռոբերտ Քոչարյանի եւ հատկապես երիտ հանրապետականների միջև սուր հակադարձումները շարունակվում են։ Մասնավորապես 3 երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել ամփոփելով անցած օրերին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների շուրջ հրապարակային արձագանքները։ Ակնհայտ է, որ մարդիկ ճիշտ են ընկալել նախագահ Քոչարյանի մտահոգություններն ու գնահատականները, փաստում է Քոչարյանի գրասենյակը, ապա բավական կոշտ արձագանքում երկրորդ նախագահի հասցեին հնչեցված քննադատություններին, ընդգծելով, թե որևէ առարկայական հակափաստարկ չի ներկայացվել։ Իբրև անդրամաբանական հայտարարություն Քոչարյանի գրասենյակը դիտարկում է հանրապետական երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ Ավագյանը գրել էր, թե Քոչարյանի հարցազրույցներից երևում է, որ նա շատ ազատ ժամանակ ունի։ Երիտասարդ հանրապետականը Քոչարյանին խորհուրդ էր տվել որևէ բուհում դասախոսություն կարդալ։ Ի պատասխան 3 Քոչարյանի գրասենյակը Կարեն Ավագյանին անվանել է մեթան գազի երկրպագու եւ հավելել, որ եթե հանրապետության վարչապետը 4.5 ժամ գտնում է ասուլիս անցկացնելու եւ Աստված գիտի թե էլի ինչքան ժամանակ գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահ միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու համար։ Իդեպ Կարեն Ավագյանին մեթան գազի երկրպագու անվանելով Քոչարյանի գրասենյակը թերևս նկատի է ունեցել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը, երբ հանրապետականի հանրահավաքում պայթեցին մեթան գազով լցված փուչիկները, տասնյակ երիտասարդներ ստացան ծանր այրվածքներ։ Հիշեցնենք, փուչիկները պայթյունավտանգ մեթան գազով լիցքավորելու համար մամուլը պատասխանատու էր համարել հենց Կարեն Ավագյանին։